Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մետանոյան է եւ այսօր տաղավարում հյուրընկալել եմ իրավաբան, փաստաբան, քաղաքական հանրային գործիչ Գևորգ Պետրոսյանին, բարև ձեզ պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես Այս տաղավարում առաջին անգամ ենք հաղորդմանը մի քանի անգամ արդեն իսկ հյուրընկալվել եք, բայց այս նոր տաղավարում ձեզ առաջին անգամ եմ հյուրընկալում։ Ոտքս խերով էլի։ Շնորհակալություն։ Պարոն Պետրոսյան, բավական ժամանակ է անցել մեր վերջին հարցազրույցից, բազում հարցեր են առաջացել եւ այդ հարցերի հետ կապված ես կցանկանայի ձեր տեսակետները լսել, կիսվեք ձեր կարծիքով, ձեր գնահատականներով, խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցավ հունիսի 7-ին, մենք տեսանք Սահմանադրական դատարանը ինչ որոշում կայացրեց, թողնելով ԿԸՀ-ի որոշումը անփոփոխ եւ դրանից հետո հետեւեց այն հայտարարությունները, որ ընդդիմությունը մանդատները վերցնում է, գնալու է խորհրդարան եւ նաեւ չեմ ուզում բաց թողենք այն կարեւոր հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը կարելի է ասել գողացավ Բարգավաճ Հայաստան կուսակցության քվեները եւ անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերում ընտրությունները այդ մարդկանց թույլ չտալով Բարգավաճ Հայաստանին թույլ չտալով մտնել խորհրդարան, իսկ դրանից հետո էլ արդեն ռեպրեսիաները ԲՀԿ-ի եւ ԲՀԿ նախագահի նկատմամբ։ Հիմա եկեք այսպես հերթով գնանք, պարոն Պետրոսյան, խնդրեմ։ Գնացինք, այսօր ես հասկացա, որ մենք կենթանաբանությամբ ենք զբաղվելու։ Դե դուք այդ հարցով շատ լավ զբաղվում եք։ Մի քանի հապավում ունեմ, բան Նիկոլի վերաբերյալ, օրինակ ասենք Մոզի Նիկոլ, մազերից ողորկ, զազրախոս ինքնագոհ, իսկ թվում է ստեղ ոչ մի բանը վիճելի չի։ Ուրեմն տեսեք, դե որ խոսեցիք Բարգավաճի մասին ասեմ, դուք գիտեք, որ ես երկար տարիներ անդամակցել եմ այդ կուսակցությանը։ Այո։ Խորհրդարանում եք եղել, մի քանի գումարում։ Եվ ինչն է խնդիրը, որ ինքը վախենում է Ծառուկյանից։ Ես անկեղծ եմ ասում, դուք գիտեմ, որ ինձ հավատում եք, ես հիմա Ծառուկյանի հետ որևէ կապ չունեմ։ Երկար ժամանակ արդեն։ Բայց ստեղ անձանց խնդիրը չի։ Ստեղ երևույթն է, որ մարդուն հələ հարցերը առաջանում։ Այդ քանի տարվա վաղեմության արարք եք մեղսագրում։ Արդյոք չեն անցել ենթադրյալ։ Չեմ ասում կատարված, որովհետև անմեղության կանխավարկածի սկզբունք կա, այդ ենթադրյալ արարքներից քանի տարի անցել, արդյոք չեն լրացել քրեական օրենսգրքով դրանց համար նախատեսված վաղեմության ժամկետները։ Ուղղի հենց հիմա հիշեցիք։ 8 տարի բա ինչով եք զբաղված։ Եթե Ծառուկյան Գագոն հանցագործ էր, բա 8 տարի քո իրավապահ համակարգը խի իր հետքերով չէր գնում։ Ու հանգարց այսօր Գագիկ Ծառուկյանը հենց ընդդիմադիր ընդգծված, ընդդիմադիր կեցված կընդունեց, նոր հիշեցիք, որ ինքը նորից եմ ասում, ենթադրյալ։ Դե պարզ չէ, պարոն Պետրոսյան, քաղաքական ռեպրեսիաների հետևանք է սա եւ ուրեմն հաջորդ հապավումը Նիկոլի մասին քրճն է, քաղաքական ռեպրեսիաների չեմպիոն։ Սենց բան չի եղել ոչ մի իշխանության օրոք։ Եվ երրորդ հապավումը Քոս Նիկոլ, այսինքն քաղաքական ոչնչության սիմվոլ։ Եվ այդ Մոզի քրճն ու Քոսը ընկել է Ծառուկյանի հետևից։ Նորից եմ ասում, բազմաթիվ հարցեր կան։ Նախ այդ առուց արգրավելը որս է։ Առուծը ինչ մեղք ունի։ Ենթադրենք, թե նորից եմ ասում, անդադ ես այդ բառը շեշտում եմ, ենթադրյալ ինչ որ հանցանք է կատարի Ծառուկյանը։ Առուծը ինչ կապ ունի դրա հետ, որ առուծներին առում տանում եք։ Դե տես լավ չի, շներին, կատուներին, կռիսներին տարեք, իրգուններ, գիշերներն հետները կզբաղվեք։ Այդ ինչ մոտեցում է, սա ինչ։ Դե մի առյուծը տեսակ ինչ եղավ։ Գլուխ կերանեն մի առյուծի բան պետք։ Չէ, բայց առյուծը ինչ կապ ունի։ Ասեմ, տես լավ չի, թո տանեն շներին, կատուներին, կռիսներին, մկներին, հետները պահեն լավ կզգան իրանց։
Այս մարդը իր բանուգործը թողած խուստուփի սարա հելնում ցիլինդրն է դրած նկարվում ու բերանը 3-6-ի վրա բացածարա ինչի վրա է ծիծաղում այսօր ռազմագերիներին թողած մոռացար արդեն այդ խնդիրը այսօր Հայաստանի անվտանգային մարտահրավերները անտեսելով հելնում ես խուստուփի սարում բերանդ բացում խնդում ես ամոթ չունես դուրա եւ գիտեք ներողություն հարգելի ռիփսիմե ես ճիշտն ասած երկար ժամանակ ձեռնպահ եմ մնացել ընդդիմությանը քննադատելուց այն նկատառումից ելնելով որ դրանով ես ոնց որ ջուր լցնեմ Նիկոլ Փաշինի ջրաղացին բայց ուղղակի չեմ կարող չասել ես ինչ մտածում եմ դա եմ ասում ընդդիմությունը իրան ճիշտ չդրսևորեց նախընտրական քարոզարշավի ընթացքում տեսեք նախընտրական քարոզարշավը ընթացել է ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի կոպիտ խախտումներով մասնավորապես ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի համաձայն ասում որ պետք է ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերը ունենան հավասար հնարավորություններ։ Այո։ Իսկ փաստը այն էր, որ ընտրարշավի մասնակից այն ուժերը, որոնց առաջնորդները պոտենցիալ հավակնորդ էին իշխանությունը վերցնելու հարցում, բոլորը անազատության մեջ էին։ Ինչ հավասարության մասին։ Իսկ Նիկոլ Փաշինը Հայաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպանը վայելում էր իր ընտրարշավը եւ ընդդիմությունը ինչի չդիմեց դատարան կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը այդ քաղաքական պատուհասների կլուբի մասով գրանցման մասով ուժը կորցրած ճանաչելու Պարոն Պետրոսյան, դա ինչ-որ բան պիտի տար։ ասեմ ինչ պիտի տար նախ հիմնավորեմ ինչու Ահա։ հա մենք ունենք կուսակցությունների մասին օրենք Ահա։ 2016 թվականի դեկտեմբերի 16-ի օրենքն է որի 4-րդ հոդվածի համաձայն կուսակցությունը պետքա պարտադիր ունենա գաղափարախոսություն դուք գրագետ իրազեկ լրագրող եք դուք քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինի կողմից մի հատ գաղափարախոսություն լսեցիք Լավ, ասենք թե պարոն նշանը խփումա դոշին ժպտալով մանա գալ էդ եղավ Ասում եմ գաղափարախոսությունը խաղաղությունն է ես խաղաղություն եմ բերել պարոն Պետրոսյան ինքը այդպես է ասում բայց ձեզ թվում է այսօրվա իրավական համակարգում այսօրվա այս խայտառակ դատարանների համակարգը մենք տեսնում ենք ինչպես է աշխատում եւ գործում ձեզ թվում է որ ընդդիմությունը հայց ներկայացնել այդ հարցով պետք է ինչ-որ բան փոխվեր պարոն Պետրոսյան Հարգելի Ռիփսիմե գիտեք ինչ եթե մենք այտենց մոտենանք ուրեմն ոչ մի բանի մասին ոչ մեկս չպետք է խոսանք ասենք դե ինչ որ կա թո տենցը շա։ Դե հիմա նույնն էր սահմանադրական դատարան դիմելը ստացվեց։ Բոլորը ասում են իբր դիմել եք ինչ անեք, մեկը նույնն է։ Խամաճիկներն են իրա։ Ես ինքս իմ համար լրիվ տեսանելի կանխատեսելի էր սահմանադրական դատարանի կողմից կայացվելիք որոշումը։ Դա ով կա որ դուխ անի, հա, այնտեղ կան ընկերներ, մոտ եմ հետները, բայց որպես սահմանադրական դատարանի դատավոր իրանք խայտառակեցին իրանց, որովհետև չիրականացրեցին իրականում իրենց Դե հիմա տեսեք այդտեղ էլ էին, չէ՞, դիմել, պարոն Պետրոսյան։ Մտածելով որ անկախ ամենից պետք է այդ քայլերը անել, բայց մենք այն որ ասում են արդեն գիտենք ինչ վերաբերում է։ Եթե տենցալի ուրեմն ոչ մի բան է, չէ՞, ես պետք է չգայի ստե եթեր։ Բայց խեմ եկե վատամարտանելու։ Ախր այդ մտածողությունից պետքա վեր կանգնել։ Վայ, էս ինչը, ես ասել եմ ու կրկնում եմ, հարգելի ժողովուրդ։ Մեր պետությունը քանդում է երկու կարևոր պատճառ՝ անգրագիտությունը եւ մորթապաշտությունը։ Տագետը չպետք է իրավունք ունենա ընդհանրապես ընտրություններին մասնակցելու։ Սա եթե մեկը մտնում է ընտրական քավյախացիկ 10 րոպե լրվում անդե ոնց որ կներեք արտադրությունից զուգարան մտածելնի։ Հելում ասում է ինչ պետք է անեմ։ Դու այ անգրագետ, որ դու չգիտես որ մի հատ պծիշկա պետք է դնես։ Դու ինչ իրավունք ունես ընտրությանը մասնակցել։ Դե ժողովրդավարական երկրները այդ հիմքով են առաջնորդվում։ Հարգելի Ռիփսիմե, ինձ շատ են ասում են դու իրավաբան ես, այտենց բան ոնց ես ասում, իրավահավասարության սկզբունք, բան։ Ախր հարգելի Ռիփսիմե, իրավահավասարությունը
Դա չպետք է դիտարկել մեխանիկական արհեստական հավասարություն։ Ամեն մարդ պետք է իր խելքի չափով իրավունք ունենա մասնակցել պետության գործերի կառավարմանը։ Ոչ թե ամեն մի անգրագետի բերեն, անգրագետը ինչ իրավունք ունի ձեր ճակատագիրը որոշել։ Տագետը գիտ ունի ճակատագիրը, ասել եմ, էլի կրկնում եմ։ Որոշելու իրավունք չունի։ Տագետը թույլ է իրան բնորոշ զբաղմունքով զբաղվում։ Լավ, ասենք թե պարոն Պետրոսյան, տգետը։ Հա։ Այս մեր համակարգում, որը ժողովրդավարական կառավարման համակարգը, հա, մեր երկրում, այդ ուրիշ բան թե կամաց վերածվում է բռնապետության, բայց կամաց չէ, արդեն բռնապետության է արդեն վերածվել։ Սա վերածվել։ բռնապետության բաստիոնը։ Այո, բայց ինչ հիմքով մենք պիտի նույն ձեր նշած անգրագետին թույլ չտանք, որ գնա ընտրության մեր ճակատագիրն չորոշի։ Ես այդ բոլոր մեխանիզմները մշակել եմ։ Կասեն մարդու իրավունքի ոտնահարում, այդ մարդը իրավունք ունի գնա քվետա։ Չէ, նորից եմ ասում։ Տագետը չպետք է մասնակցի պետության գործերի կառավարմանը, վերջ։ Էսա կանոնը։ Հա։ Այսօր մենք ունենք։ Ես էլ եմ ուզում որ տենց լինի, բայց ինչ գործիքներ կան։ Ասում եմ, մշակել եմ ես։ Ընտրություններից 6 ամիս առաջ ենթադրենք, կամ թեկուզ 3 ամիս առաջ։ Դասընթացներ են անցկացվում, ով որ որոշել է ընտրությանը մասնակցի, գալիս է այդ դասընթացներին մասնակցելու հայտ է ներկայացնում։ Այնտեղ շատ տարրական հարցեր, օրինակ Հայաստանը ինչպեսի պետություն է։ Այսինքն IQ-ն ենք ստուգում Հա, գիտելիքներ։ Եթե ինքը այդ բալերը չի հաղթահարում, այդ անհրաժեշտ մակարդակը չի ապահովում, նրան չպետք է թույլ տալ ընտրության։ Էսա մեխանիզմը։ Ես սա մշակել եմ ամեն ինչ իրավաբանության մեջ, արգելի ռիփսի մեջ, չկա բառը չկա, ցանկությունն է պետք։ Ոնց կարելի է ձայն տալ մի մարդու, խոսքը Քոս, Քրչ եւ Մոզի Նիկոլի մասին է, որը ասում է, այսօրվա Հայաստանը, հələ մի հատ խնդրում եմ ժողովուրդ, ձեր ցավը տանը, մի հատ լսեք։ Այսօրվա Հայաստանը ես բառացի ցիտում եմ, որ չասեմ, էլի։ Ամենահաջողված պրոյեկտն է իր զոհերով եւ զոհողություններով, խնդրեմ։ Մարդը պարծենում է մեր զոհերով։ Այո, մի քանի օր առաջ է հայտարարել դա։ Այո։ Սրանան ինչ ասես։ Հա, բայց ձայն են տվել։ Դե բա դրա համար եմ ասում, ցավը տանեմ։ Տագետ մարդիկ են, դու տեսել եք սրա կողքը, այդ քոսի կողքը։ Մի հատ երևելի կերպար չկա։ Մի հատ նշանավոր գիտնական, մի հատ նշանավոր արվեստագետ չկա։ Որովհետև ինքը այդ աուրան չունի, որ կարողանա իր կողքը համախմբել։ Չէ, բայց նաև այստեղ նաև իր առանձնահատկությունը այն է, որ ինքը իրենից խելոքներին կամ իրենից ավելի պատրաստվածներին չի հանդուրժում ուղղակի, պարոն Պետրոսյան, սա էլ կա։ Սա բարդույթ է, էլի արտագիտություն։ Տեսեք, իրականում խելացի մարդը պետք է իրան ուժեղ մարդկանցով շրջապատի։ Ինչու՞։ Որ իր նկատմամբ գրոհի դեպքում ու գրոհ ես փոխաբերական իմաստով ասում էլի, որ կարողանան հələ առաջին հերթին այդ ուժեղ մարդկանց շրջանցեն, հաղթեն, նոր մոտենան իրան։ Իսկ ինքը իրան շրջապատելով, դեբիլներով, անգրագետներով, անկիրթ երկոտանիներով, ինքը ավելի խոցելի է դառնում, բայց իր մոտ այդ պատոշությունը այնքան ամուր է նստած, ինքը ամեն դեպքում չի հանդուրժում ուժեղ մարդկանց։ Խելացի մարդ, ասեմ մի հատ գիտնական ցույց տվեք, որ իր կողքն է։ Մի հատ գաղափար ցույց վկայակոչեք, որ ինքը քարոզարշավի ժամանակ։ Դե հիմա կողքը չեն, բան չեն, բայց տեսեք արդյունքում ամեն դեպքում չհաշված են հանգամանքը, որ կեղծիքները բազում են եղել, բայց որոշակի զանգված իրեն ձայն է տվել, պարոն Պետրոսյան։ Մենք ցավով պետք է դա արձանագրենք։ Ես արդեն մի քանի հոդված ասեցի օրենքներից, ընտրարշավի որակի վերաբերյալ, վիճակի վերաբերյալ, որ ինքը միակողմանի ընտրարշավ է տարել, անհավասար մթնոլորտում, որը կրկնում եմ սահմանադրական օրենքի համաձայն, ընտրական օրենքի 19 հոդվածի առաջին մասի համաձայն, դա կոպիտ խախտում է։ Դու մարդկանց տանում կալանավորում ես, մի ազնահելում ես, թրև ես գալի, ժպտում ես, նշան ես խփում սրա նրա դոշերին ու իբր քարոզ ես անում։ Կարապետյանը միջև հիմա լինելով ուժեղ Հայաստանի առաջնորդը միջև հիմա տնային կալանքի տակ է։ Բա որ իրա լակոտ լոկուտներից հելնում են կալուգացի սամո, արա նա կալուգացի չի, դա տաշիրցի է։ Էդ ինչ պիտակ է կպցնում, յանի թե։ Կալուգացի չի, այդ մարդը հանդե ապրել է,
բայց ինքը Հայաստանի քաղաքացի է, ինքը տաշիրցի է, կամ որ ելնում է Սամոն, արայ լակոտ, մեկը կանդե։ Դու ով ես որ Սամվել Կարապետյանին Սամո ասես։ Ես իմ անցյալը ինձ կարա թույլ տա, բայց ես կյանքում չեմ անի տենց։ Դա հարգանք չի։ Դու ով ես դաստիարակության խնդիր է։ Այ անդաստիրակ, այո։ Դա դաստիարակ։ Անգարագետ անդաստիրակ կենթանի։ Սամոն, կալուգացի Սամոն։ Հիմա տեսեք, պարոն Պետրոսյան, ընդդիմության մասով ասեցիք, որ ի սկզբանե հենց Քարոզ Արշավից սկսած է սխալ գնացել գործը, դուք տենց բնորոշեցիք, որ այդ գաղափարի հետ կապված պետքա ԿՊ-ին դատի տար, հա, ճիշտ հասկացա։ Բայց դրանից հետո ընտրություններն անցավ գնաց, տեսանք ՍԴ-ի որոշումը եւ հետո արդեն մեր ընդդիմությունը որոշել է, որ պետք է գնա մանդատները վերցնելու։ Այս մասով ինչ տեսակետ ունեք, պարոն Ես Պետրոսյան։ մի քանի առիթով Վարգելի Ռիփսիմը ասել եմ, հիմա էլ պնդում եմ։ Մանդատ վերցնելը սխալ է։ Դու եթե ընդունում ես, որ այդ ընտրությունները անօրինական են եղել, դու ոնց ես համակերպվում ու գնում ազգային ժողով։ Ուրեմն դու լեգիտիմացնում ես ապօրինի ընտրությունները եւ դրանց հեղինակների հանցավոր վարքագիծը։ Ես գտնում եմ, որ միակ ճանապարհը մանդատները չվերցնելն է, ինչու՞։ Որովհետեւ իհարկե որոշ իրավաբաններ հիմա կարող է հակադրվեն, բայց ով որ ուզում է հակադրվի, թող հետս գա հերոստա բանավեճի, ես ցույց կտամ։ Տեսեք, Սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն ասում ազգային ժողովը պետք է բաղկացած լինի առնվազն 101 падգամավորից։ Եթե բոլոր ընդդիմադիրները լքեն մանդատներից հրաժարվեն, իրենք 101 ձայն չեն կարող ապահովեն։ Հա, բայց դրանով չի խաթարվում խորհրդարանի Ով ասում, աշխատանքը։ դա դառնում է ոչ լեգիտիմ մարմին։ Հետևաբար խորհրդարան կոչեցյալի ընդունած Բայց Սահմանադրությունը մեր չի ասում, որ դա դառնում է ոչ լեգիտիմ մարմին։ բայց Իրենք եթե միանձնյա կարող են շարունակել օրենքներ ընդունել։ 101 հոգի չունեն, որ падգամավոր լինի։ Հասկանում եք, հետևաբար ազգային ժողովը դառնում է ոչ լեգիտիմ մարմին, դրանից բխող իրավական հետևանքներով, այսինքն նրա ընդունած օրենքներն ու որոշումները լեգիտիմ չեն, օրինական չեն եւ դրանք հանգիստ կարող են վիճարկվել դատական կարգով, ելի գալիս ենք դատարաններին, որ այսօր խայտարակ վիճակ է մեր դատարաններում, ես եմ ուզում հնչեցնել եթերում, մարդիկ գործերը քննվում են տարիներով։ Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն եւ նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ վճիռներով այն տեսակետն է արտահայտվել, որ արդար դատաքննության իրավունքի պարտադիր տարը գործերի ողջամիտ ժամկետում քննությունը։ Մարդը տալիս է դատարան, տարիներով նստում սպասում է, թե երբ է վճիռ ստանալու։ Այ հիմա օրինակ դուք ունեք, չէ՞, այդպեսի մի դեպք կոնկրետ կապված ձեր անձի հետ, պարոն Պետրոսյան։ Դե Ռիփսիմե ջան, ես ճիշտ Չէ, մենք օրինակի վրա խոսենք, թե ինչու է այս օրինակով սենց է։ Ես 3 տարի 6 ամիսա ազատված եմ, չէ, 3 տարի 2 ամիս ազատված եմ աշխատել։ Երևանի պետհամալսարանից։ Պետական համալսարանից։ Լինելով Հայաստանում աշխատանքային իրավունքի գծով միակ գիտությունների տեխնացու դոցենտը, ինձ իբր թե ժամկետը լրանալու անօրինական, բաց այդ անօրինական վճիռ է։ Էդ էլ պետք է ասեմ, թող ականջներին ող անեն։ Գիտեք ինչի եղա, ես դատերը շահել էի, բայց վճռապետ դատարանում մի անշնորհք մարդ է նստած։ Մարդը վերապահում եմ ասում, որ ինչա ես եթերում ասել էի, որ ոնց է կարելի, մարդը մի հատ իր շուն սատկսնողին դարձնում է թշնամի իրան, բայց ոնց կարելի է հրաշալի տղա ուներ, փառք իրան, խոնարհվում եմ իր հիշատակի առաջ։ Դաս եմ տվել։ Ազատամարտիկ էր, զոհվեց 44 օրյա պատերազմում։ Դու գնում ես քու երեխու գլուխը կերած մարդու հետ, ասեցի եթերում։ Մարդու կնոջ հետ թևանցուկ բերանա 3-6-ի վրա բացած խնդում ես, այդ բառերս լսելու համար գործը բեկանեց, հիմա ղրգել է առաջին հացը։ Նորից առաջինով բարձան, նորից առաջին հացան, այսինքն բան է, էլի, ես շտանգի մրցում ասենք, 3 հատ ռիվոկ, 3 հատ տալչող։ Արա ամոթ արա։ Դա ինչ գործ ունի դատական համակարգում։ Էս է, եւ այսօր մենակ ես չեմ։ Այսօր մարդկանց այդ խնդրի մասին եմ ուզում խոսել։ Նիկոլ Փաշինը, որ այդքան խոսում է մարդկանց ապահովությունից, չգիտեմ, սոցիալական հարցերից։ Արա քո ցույցումով այսօր արդեն քանի 100 հոգի աշխատանքից ազատվել են
քո քաղաքական հայացքները չկիսելու համար։ Իսկ ես մի քանի անգամ ասել եմ Ռիփսի մեջ հարգելիս, աշխատանքի իրավունքը դա կյանքի իրավունքին համարյա հավասար իրավունք է։ Այո։ Որովհետև եթե դու չես Մարդը պետք է աշխատի, որ կարողանա հոգալ կյանքը։ Երեխեքիդ հարցը լուծես, քո ապրելակերպը կարգավորես։ Եթե մարդուն դու ապօրինաբար զրկում ես աշխատանքից, սա ուղղակիորեն գրեթե հավասարակ կյանքից զրկելու։ Բա ո՞րն է սրա արդարությունը։ Հիմա ձեզ 3 տարի 2 ամիս զրկել են ձեր հիմնական Ասենք ես էի աշխատանքից։ փաստաբան չէի։ Ուղղակի դուք կարողացաք գնացիք փաստաբանական լիցենզիա ստացաք, չէ՞, եւ հիմա այսօր Փաստաբանի արտոնագիր ստացա։ արտոնագիր ստացաք եւ այսօր դուք փաստաբանություն եք Հա, անում։ բայց ես էի ու չէի։ Այո, դուք եք ու չունեիք Բայց ես 3 տարի, արտոնագիր։ 2 ամիս իմ ընտանիքը ոնց պահեմ։ Բայց այդ է քո արդարությունը, այդ է Նիկոլ։ Հետո է ասում եմ խես այդ աղայով խոսում։ Բա ինչ ասեմ։ Ասեմ երևելի քնքուշ։ Դե ասում են իմ դեմ խոսում եք, ես ձեզ գործից հանել եմ տալի։ Հա, այդ եղավ օրինականություն։ Իհարկե չեղավ օրինականություն, բայց ինչպես քիչ առաջ նշեցիք, համատարած բնույթ է կրում, պարոն Պետրոսյան։ Մանավանդ հետընտրական շրջանում համատարած բնույթ է կրում, ուրեմն համայնքային, տեղական ինքնակառավարման մարմիններում, դպրոցներում, մանկապարտեզներում, ամենուր հետապնդումները մարդկանց աշխատանքից հանել, տարբեր տնօրենից սկսած, հարգելի Ռիփսի մեկ, մինչև հավաքարար, որ այդ մարդը իր արած գործը ոչ պաշտոնա, ոչ բան, մաքրուհի է, մաքրություն պարգևելով է զբաղվում։ Այո։ Կանչում ասում են արի դիմում դու սարի։ Բայց գիտեք ինչ են անում։ Հիմնականում նաև տվյալ հաստիկները լուծարում են կամ տվյալ պաշտոնները ասում են այլևս անհրաժեշտ չէ։ Դե անհրաժեշտ չէ ասում են։ Եվ այդ մարդը ավտոմատ ինքնաբերաբար դուրս է մնում, ասում են մենք իրենք աշխատանքից չենք հանել, ուղղակի մենք վերաձևակերպումներ ենք արել աշխատակազմում եւ այս մարդկանց հաստիկները լուծարվել է, բայց այդ ամբողջ ահռելի աշխատանքը նստում անում են, որ մեկ հոգուց ազատվեն։ Դուք պատկերացնում եք ինչ է կատարվում, պարոն Պետրոսյան։ Ցավոք սրտի ես ժողովրդին եմ դիմում, մեր ազգը չունի իր իրավունքներից օգտվելու մշակույթ։ Պատշաճ մշակույթ չունի, չի կրում։ Ազատել են, դրա միջոցներ կա։ Հաճախ չեն իմանում ինչ անեն։ Դե չեն իմանում, թող իրավաբանները այդ խորհրդակցեն։ Հիմա նայեք, ասենք ես հրաման եմ կարդում։ Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի առաջին մասի 2-րդ կետով հաստիկը կրճատելու պատճառով լուծել աշխատանքային պայմանագիրը։ Ըստ բազմաթիվ հարցեր են առաջ գալիս։ Տեսեք, Հայաստանը գիտեք, վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի մասնակից է, որի 24-րդ հոդվածի A կետի համաձայն ասում արգելվում է առանց հիմնավոր պատճառի աշխատողին աշխատանքից ազատելը։ Նույնը նաև մեր սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ասում է պետք է պատճառաբանված լինի աշխատանքից ազատումը։ Իսկ պատճառաբանվածը ինչ է, որ դու մեխանիկորեն բանը, պրոստը հեղում անես օրենքին։ Դու պարտավոր ես հիմնավորել այդ օրենքի այդ նորմի կիրառման բանը, իրավաչափությունը։ Որովհետև օրինակ տեսեք, այդ հաստիկի կրճատման հիմքով ես ես վերջերս մի հատ դատական գործ ունեի եւ հաղթեցի, այնտեղ ասում է հաստիկը կարող կրճատվի աշխատանքի ծավալների, արտադրության ծավալների, աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխության արդյունքում։ Բայց սրանք ոչ մի հրամանում չեն գրում, թե ինչ ծավալի աշխատանքա կրճատվել, ինչ աշխատանքի պայմանների փոփոխություն ա եղել կազմակերպման։ Այսինքն ձևական հղում են անում օրենքին ու ազատում են։ Եվ ոչ մեկ չի ֆայվում, եթե դիմի դատարան այս հարցերը բարձրացնի։ Ու գործատուն է պարտավոր ապացուցել։ Բայց այդտեղ դատարանները եթե օբյեկտիվ գտնվեն, ճիշտ քննություն անեն, ապա տվյալ անձը կարող է վերականգնել, չէ՞, իր աշխատանքը։ Պարտադիր պետք է վերականգնվի եւ ստանա իր կրած բոլոր վնասների հատուցում։ Խնդրում եմ լսեք, պարոն Պետրոսյանը շատ կարևոր հանգամանքներ է առաջ քաշում, որ դուք կարողանաք պաշտպանվել, աշխատանքային ձեր իրավունքները պաշտպանել։ Հարգելի Ռիփսիմը, եթե մարդը չի դիմում, մեր օրենքը որևէ մեկին իրավունք չի վերապահում նրա անունից դիմել։ Նման բան չկա։ Մարդը ինքը պետք է ինքնանձամբ պետք է դիմի, այո, տնօրենի, գործատուն էլ գա, ապացուցի դատարանում ոչ թե իր այդ ձևական հղումները օրենքներին, այլ ապացուցի, որ իրականում եղել են այդ նորմի կիրառման հիմքերը, որովհետև քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ
հոդվածի համաձայն յուրաքանչյուր կողմ ինքն է պարտավոր դատարանում ապացուցել իր պահանջների եւ առարկությունների հիմքում ընկած հանգամանքները։ Չեն գնում, չեն դիմում։ Ես չեմ կարող առանց մեկի համաձայնության, առանց լիազորագիր ունենալու գնամ իր շահերը դատարանում ներկայացնեմ։ Իրենք էլ չեն հասկանում, չեն դիմում։ Բայց հարգելի ժողովուրդ, ասում եմ ձեզ, ում որ ազատում են հաստիքի կրճատման հիմքով, պահանջեք այդ հոդվածի հիմքում դրված այդ իմ ասած 113 հոդվածի աշխատանքային օրենսգրքի առաջին մասի երկրորդ կետի փաստական հիմքերը աշխատանքի ծավալ կրճատվել է, նայեք, ազատում են մեկին, իբր թե աշխատանքի կազմակերպման պայմաններ են փոխում, նրա փոխարեն վերում են ուրիշ մեկին։ Դե տենցել իրականում վիճակը չի փոխվել։ Պարզապես խնդիրը տվյալ մարդն է եղել, ընդհանրապես այդ մարդուց ազատվելը, այո, պարոն Պետրոսյան, դա է ամբողջ խնդիրը։ Էսա Նիկոլի Հայաստանը, գնացեք ընտրեք։ Հələ այս բանին, այն Արաբատ Միրզոևին, բանուգործը թողե ինչով է զբաղված։ Թուրքիան մեծ հետաքրքրություն ունի մեր միրգ բանջարեղենի նկատմամբ։ Արա դու արդարական բան է, արտաքին գործերի նախարար ես, դու ինչ գործ ունես միրգ բանջարեղենի հետ։ Այդպես լավ չի, գնա ցիրկում կարյա վարժը ծրա։ Դե հիմա ասում է միրգ բանջարեղենը այսպեսի խայտարակ իրավիճակում է, ես ուզում եմ անդրադառնանք մենք դրան, պարոն Պետրոսյան, տեսեք, այսօր մեր ֆերմերները, գյուղացի նաև, ով տարիներ շարունակ ջերմոցատներ է ստեղծել, հա, բանջարեղեն, միրգ է աճեցրել, ծաղիկ է աճեցրել, արդյունքում հայտնվել է խայտարակ կոլապսի առաջ, վարկերի տակ կքած, խայտարակ իրավիճակում, գումարած արդեն միրգը, ծիրանը արդեն իսկ այս պահին այդ խայտարակ հա, իրավիճակում է գտնվում, որոշ ժամանակ անց արդեն խնձորի սեզոնը կսկսվի, հա, խնձորը կհասնի եւ այլ ու այլ մրգեր, որոնք այդ մարդիկ կարողանում են արտահանել Ռուսաստանի Դաշնություն։ Հիմա այսպեսի կոլապս է։ Չհաշված որ Արարատ Միրզոյանը ասում է Թուրքիան մեծ պահանջարկ ունի հայկական միրգ բանջարեղենի, սա կատարյալ абսուրդ է, կատարյալ հարցերը թողած մարդը անգելա այն որ թողել է անվտանգության հարցերը դա մի կողմ, բայց ամբողջ абսուրդը նաև այն է որ Թուրքիան ոչ մի պահանջարկ Հայաստանի մրգի ու բանջարեղենի չունի։ Թուրքիան այնքան ունի այդ ամեն ինչից որ նույնիսկ ամբողջ աշխարհին է մատակարարում։ Իրանք որ կյանքում մանկությունը անցել է թշվառության մեջ միրգ բանջարեղենի պակաս են ունեցել, կարոտ են եղել։ Դրա համար հիմա սրանց էսա հետաքրքրում։ Սրանք բաց տեսեք, այդ Նիկոլ Փաշինի գլխավոր խաղաթուղթը, որ ինքը առաջին անգամ եկավ իշխանության, ինչն էր, իր կարգախոսներ, կոռուպցիայի դեմ պայքար, չէ։ Այսօրվա նման հարգելի ժողովուրդ, ձեր ցավը տանեմ, այսօրվա նման համակարգային կոռուպցիա Ռիփսիմե ջան չկա։ Մարդիկ զբաղված են իրենց հետ կապ չունեցող աշխատանքներով։ Ով ինչի մասին ասա էկոնոմիկայի նախարարը խոսում է պաշտպանության հարցերից։ Այն է այս բանը 8 տարի այն Ալիսեմինը 8 տարի առաջնագծում ավտոմատը ձեռս կանգնած է եղել կլինի մի քիչ հանգստանա։ Արա, լսի։ Դու ինչ ես արել, երբ ես անհանգստացել, որ մի հատ էլ հանգստանաս։ Ժողովուրդ տեսել եք Ալեն Սիմոնյանը 5 տարի ազգային ժողովի նախագահն է եղել։ Հա, բայց մի հատ նախագիծ ներկայացրել։ Ես չգիտեմ, չի ներկայացրել։ ներկայացրել։ Ազգային ժողովի падգամավորի հիմնական գործառույթը դա է։ Այսինքն Ալեն Սիմոնյանը օրենսդրական նախաձեռնություն խորհրդարանում այս տարվա մեջ չի եկել, կարող է միացել ստորագրությամբ սրա նրա կազմածից, բայց ինքը անձամբ ազգային ժողովի թիվ 1 ամբիոնից ոչ մի նախագիծ չի ներկայացրել։ Ասում եմ ես բաղված մարդ եմ, մյուսները թող ներկայացնեն։ Կամ դու ավտոմատ տեսել ես, որ ավտոմատի անուն ես տալի արա։ Բայց ինքը այստեղ գիտեք ինչ է նկատի ունի, երևի գիտեք, ուզում ասի, որ ես ազգային ժողովի առաջնագծում մարտնչել եմ։ Հա, մարտնչել է, բայց մարտնչել է ազգային ժողովում ո՞նց անում, օրինագիծ ներկայացնելով եւ պաշտպանելով։ Բայց հակահարվածները հասցրել ընդդիմությանը։ Հա, դե իր բանուգործը է դա։ Հիմա բայց պարոն Պետրոսյան, ոնց որ թե Ալեն Սիմոնյանի հետ կապված խնդիրներ առաջացավ այս իշխանությունում։ Ալեն Սիմոնյանը մնաց միայն մանդատով, այն էլ այդ մանդատից էլ հրաժարվեց։ Արդյունքում ըստ ձեզ ինչ է տեղի ունենում, Նիկոլ Փաշինյանը իր հավատարիմներից է փորձում ազատվել նաև։ Թե դուք այդպիսի միտում չեք տեսնում։ Նիկոլ Փաշինը այն անձնավորությունն է, որ իր սեփական դիրքերը պահելու, կարգավիճակը պահելու համար
բոլորին պատրաստ է կործանել։ Այդ թվում եւ իր մերձավորներին։ Հասկանում եք։ Այ հիմա ոնց որ թե այդ process-ի մեջ ենք, պարոն Պետրոսյան։ Ինքը նաև իր հավատարիմներին զրկում է բարձր պաշտոններ ունենալու հնարավորություն։ Ես դրա համար չեմ զղջում, որովհետեւ իրանք արժանի են դրան։ Հասկանում եք, ամեն մարդ, Ռիփսիմե ջան, արժանի է նրան, ինչը վաստակել է ինքը։ Ինքը ուրեմն իրանց թույլ են տվել։ Ես չակերտներ բացեմ իմ անձնական օրինակից։ Երբ որ ես 2009 թվականին նշանակվեցի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, մի շաբաթ հետո իմ քաղաքական ղեկավարը ինձ կանչեց, գնացի, ասեց բոլոր վարչության պետերին աշխատանքից ազատի։ Ասի չեմ անելու։ Բա ոնց, ասի հենց այդպես։ Բա արդարություն ուր մնաց, ես անունը ինչ դնեմ։ Այդ մարդը 25-30 տարի համակարգին ծառայել է, ներդրում ունի համակարգի կայացման գործում։ Ես բերեմ անգրագետ լակոտներին լցնեմ ընդ, ասեցի, եթե պնդում ես, պնդում եք ձեր պահանջը, ես հենց հիմա հրաժարականի դիմում եմ գրում, ասեք թող թուղթ ու գրիչ բերեն։ Ես էլ կարայի ասեի, դե բա ղեկավարը սա ասե արել եմ։ Հետո այդպես ոնց կլինի։ Ես նորից եմ ասում, բազմաթիվ առիթներով ասել եմ, որ եթե բախվում են իրավունքն ու արդարությունը, ես արդարության կողքին եմ, չնայած լինելով իրավաբան։ Ինչու՞։ Որովհետև եթե իրավունքը համեմված չի արդարությամբ, դա դառնում է չարիք պետության, ժողովրդի, հասարակության գլխի։ Հետո Այդ այդտենց լավ բաներ եք առանձնացրել, ուզում եմ այդպես արագ sense բլիցի կարգով դրանք գնանք, ինչ եք առանձնացրել, պարոն Պետրոսյան։ Դե առանձնացրել եմ այդ Միշտ օրիգինալ բաներ եք գտնում, ձեր աչքը սուր է։ Ուրեմն ախր սրանց որ մի բանն ասես, ոչ մեկ զբաղված չի իր գործով։ Բացարձակապես չեն տիրապետում։ Ես հրապարակային բանավեճի առաջարկ եմ անում Նիկոլ Փաշին։ Խոստանում եմ հետդ խոսամ իրական քո լրիվ ազգանունով, պահելով կոռեկտությունը։ Կամ քո թիմ կոչվածից, ես այդ թիմ բառը չեմ սիրում, բասկետբոլա, ջերի գնդակա ինչ։ Դե հիմա թիմա։ Հա, թիմա, իրանց բառով եմ ասում։ Ցանկացած մեկին, ում որ դու լիազորում ես, որովհետև դու ախում ես իմ հետ գաս հերոստա բանավեճի, որովհետև պատկերացնում ես ինչ խայտարակ վիճակում ես հայտնվելու։ Քեզ 3 հատ հարց կամ եթե մեկին պատասխանես, ես կհելեմ եթերից կգնամ։ Դու ի վիճակի չես պատասխանելու։ Դու մենակ ի վիճակի ես քո քաղաքական ընդդիմախոսներին աշխատանքից ազատելու հրահանգներ տալով։ Դա բռնելը։ Դե բռնելու մասին խոսք չկա։ Ծառուկյան Գագիկը ինչ է արել, ես ուզում հասկանամ։ Ասենք նորից եմ ասում, եթե քո ղեկավար 8 տարի դու ես երկրի փաստացի ղեկավարն ես, դե յուրե նախագահն է, բայց ուր անդե նախագահ։ Հա։ Դու ինչ ես արել։ Մի հատ օգուտ ես երկրին տվել ես։ Ես ոչ մեկի սրբացմամբ չեմ զբաղվել, որովհետև ոչ դրա ցանկություն ունեմ, ոչ կարիքը, ոչ էլ հնարավորությունը։ Պարոն Պետրոսյան։ Բայց կներես Ռիփսիմե ջան, բայց ոչ մեկ ինձանից սկսած սուրբ չի, այդ թվում եւ Գագիկ Ծառուկյանը, բայց այդ մարդը ահագին բան ունի արածես երկրում։ Դե հիմա դու ամբողջ գործարանները պլոմբել փակել են, դու չեն տալիս որ ուզում անդրադառնալ։ Դու ինչ իրավունք ունես, ենթադրաբար, ասենք, էլի այդ բառը ասում եմ, ասենք Ծառուկյան Գագիկը հանցագործ է, ենթադրաբար։ Արա այդ մարդու հիմնարկի աշխատողները ինչ մեղք ունեն, որ փակել ես ու զրկել ես հացից։ Դե ինքն ասել է ունե զրկելու եմ, չէ՞, գործարանները ուղղակի փակել։ Պարոն Պետրոսյան, իրեն առանձնապես հետաքրքիր չի, որ այդ մարդիկ իրանց տուն հաց չեն տանելու եւ եւս մի 25-30 հազար մարդ աշխատատեղ չի ունենալու։ Ես հիշում եմ, որ Ծառուկյանը մոտավորապես մի 30 հազար աշխատատեղ ունի, չէ՞, ստեղծած Հայաստանում։ Այո, բա դու ինչ ես ստեղծել։ Մի հատ աշխատատեղ ստեղծել ես։ Հիմա այդ մարդ մնալու է անգործ, հա։ Մարդին գրել ես, այդ թվում շատ դեպքերում նաև հիմնազուրկ բաներ են եղել, հրապարակումներ, դու մենակ տուն ես քանդել։ Գիտեք ինչ, ես չեմ սիրում մարդկանց ընտանիք մտնել, հարգելի Ռիփսիմե, բայց հույն փիլիսոփա, որը փիլիսոփայության մեջ իմ կուռքն է, Սոկրատեսին հարցրել են ինչ կարծիքի եք,
պետությունը ղեկավարելու ունակությունների վերաբերյալ, ասել է պետությունը պետք է ղեկավարի այն մարդը, որը կարողանում է իր ընտանիքը ճիշտ ղեկավարի։ Հա, բայց դա շատ մեծ բացարձակ ճշմարտություն Մնացածը է։ դատեք ինքներդ եւ մեր հարգարժան հեռուստադիտողները։ Ուրեմն այն Ռուբինյանը ինչա որ պետք է դառնա նախագահ ազգային քաղաքականապես ոչնչացնելու ենք մարդը սպասում ենք մենք սպասում ենք ազգային ժողովի։ Այ ուզում եմ անդրադառնամ։ Այդ որ այո, արդեն հիմիկվանից սպառնալիքներ են հնչեցնում, որ ընդդիմությանը քաղաքականապես ոչնչացնելու առաջին նիստից ինչա կատարվելու։ Ստորացնելու են, դրա համար եմ ասում, արա ամոթա մանդատները մի վեկալեք։ Նյուժելի դե մանդատացավը, այտենց բանա ձեր համար։ Պարոն Պետրոսյան, բայց գիտեք ընդդիմությունն էլ ինչ է ասում։ Ասում է լավ, չվերցրեցինք այդ մանդատները, օրինակ։ Ասում է կգնանք կհայտնվենք լուսանցքում եւ ասենք երբ որ պատեհ պահ լինի օրենսդրական նախաձեռնության, impeachment-ի կամ երկրում քաղաքական ներքին իրավիճակը փոխվի, մենք այնտեղ մարդ չենք ունենա, մենք այնտեղ չենք լինի։ Մարդ ունեն ինչ են անում, շշերը տալիս են գլխներին։ Այդ հələ իմ ելույթի վաղ մեկը բախտը փորձեր, մի հատ ծպտուն հաներ։ Դե հիմա ասում են նենց կանենք չեն տա գլխներիս։ Չեն կարա։ Իրանք հենց առաջի օրվանից այդ նսեմացումը կզգան։ Դե բայց քանի որ իրանց համար մանդատի բույրը ավելի կարևոր է, քան իրանք։ Ասում են այսքան քաղբանտարկյալ ունենք, գոնե այդ մանդատը հնարավորություն է տալիս գնալ այդ մարդկանց տեսնել, գնալ քրեակատարողականներ։ Ես անարգել մուտքի ելքի իրավունք ունեմ։ Ցանկացած կալանավորում։ Հա, դուք փաստաբան եք, ասում բա մենք չգնանք տեսնենք այդ մարդիկ ոնց են, ինչ վիճակում ում են գնացել տեսել, էլի մի հատ հետաքրքիր։ Տեսա որ մանդատը վերջ, դե նախորդները գնում էին, նախորդ խորհրդարանի падգամավորները ընդդիմության գնում էին, ես հիմա որ ես մանդատ չունեմ, բա իմ ակտիվությունը ես ոնց եմ դրսևորում։ Ասում են այնտեղ լինենք, որ տեղում մարդ լինի, ինչ որ մի նախաձեռնություն անելու։ Չէ, ես իրենց տարբեր, ես այնպես չի որ ես այդպես միանշանակ եմ դրա վերաբերում, հասկանում եք։ Պարոն Պետրոսյան, ուղղակի իրենց տարբերակներն եմ առաջ քաշում, որ կարող են քննարկել։ Իրենք այսպես են դա մեկնաբանում։ Ես գտնում եմ անկեղծ եմ ասում, իրենց շահերից եմ հիմա խոսում։ Հիմա կարող է ինձ որոշ մարդիկ այդ ընդդիմադիրներից լսեն չընդունեն, բայց ես անկեղծ իրենց շահերից եմ խոսում։ Մի գնացեք, մի վերցրեք, խայտարակ եք կնելու, որովհետև այնտեղ իրանց ձայների քանակը այնքան չի, որ իրանք կարողանան հարց որոշել։ Ոչ մի նախագիծ էլ չեն կարողանալու անցկացնել, թուքումուրը ուտելու են, վիրավորանքը ուտելու են ու հելեն էթան իրանց տներով, իրանց համոզելով, որ իրանք լուրջ գործով են զբաղված։ Հիմա, տեսեք, ասենք, այսօր Ծառուկյանի մասով, քանի ընդդիմադիր է հիմա խոսում։ Հələ որ մանդատները ուժի մեջ են։ Հա? Հայտարարություններ են արել։ Ինչ հայտարարություն։ Դե ուզում եմ ասեմ արվել է ինչ որ հայտարարություններ։ Դե մեկ երկու հոգի, բայց այսօր պետք է ամբողջ ընդդիմությունը գնար Ծառուկյան Գագիկի կողքը կանգներ։ Իրար հետ են, չէ՞, մտել ընտրապայքարի մեջ։ Հա, Ծառուկյանի ձեները գողացան տարան։ Այո։ Կամ գողացան, կամ փոշիացրին, չեմ մանում։ Բայց խիչեք բոլորը թելում եթում այդ մարդուն տենալու։ Ես օրինակ մտադիր եմ 2 օր հետո գնամ տեսնեմ իրան։ Ազգային անվտանգության մեկուսարանը։ Թողես բանը կամ հələ սրան, ես ինչա։ Հետո վա բան։ Չախոյան եսի միջ է։ Այ միջած падգամավոր է դա գնալու։ Մանդատ ունի։ Դա ազգային ժողով вообще մախտարվա։ Ուրեմն ինչ անում, հայերենաս բարեսիրտ, կենթանասեր, Ծառուկյանն անձամբ էր սպանում ու խրտվիլակ սարքում։ Սա ասում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։ Արա քո ինչ կապ ունես կենթանաբանության հետ։ Դու բանուգործ չունես, արա աշխատակազմի գործունեությունը կարգավորի, որ այսօր մարդիկ ինքը նաև քարոզչական եւ այն պոակի ֆեյքերի մասով պատասխանատուն է, չէ՞, այդպես են ասում ամենայն դեպս։ Անմիջական քարոզչական գործերում ներգրաված է, դրա համար երևի հարկ է համարում անդրադառնա անպայման եւ բոլոր տեսակի թեմաների նկատմամբ ուրույն գնահատական է։ Որ լավ սապոնվի։ Պարոն Պետրոսյան, հիմա որ գնացին խորհրդարան մեր ընդդիմադիրները, ըստ ձեզ, ոչ մի գործի օգուտ չեն տալու։ Ոչ, չեն կարող, ուղղակի հնարավոր չի դա։ Իրանք չունեն այնպիսի մեծամասնություն, որ կարողանան ինչ-որ իրանց ուզած օրինագծերը կյանքի կոչեն։ Բացի դրանից տեսեք, հա հելնել ասենք կներել, Արիփսի մեջ։ Ասենք հելնել ընդամենը սրաներան գրսելու համար խոսավ։ Էդ եղավ ազգային ժողովի падգամավորի գործ։ Խի մոռանում են, որ սահմանադրության համաձայն ազգային ժողովը դա օրենսդիր մարմին է։
Եվ այնտեղ падգամավորի մանդատ ունեցողը ոչ թե պետք է մանդատը պաճպճելով մտնի գործի տեղ, ով ոչինչ չանելով էլի, այլ օրենքներ մշակի, օրինակացեր մարդկանց կյանքը կարգավորող։ Այսօր տեսեք այնքան կարևոր օրենքներ կա, որոնք պետքա վերանայել, փոխել։ Օրինակ ասենք Սահմանադրության 84-րդ հոդվածի համաձայն ասում է, որ պետությունը պարտավոր է ապահովել յուրաքանչյուր տարեց եւ կարիքավոր մարդու արժանապատիվ կյանքը։ Ու երկրորդ մասը այդ 84 հոդվածի ասում է, որ պետության կողմից սահմանված նվազագույն աշխատավարձը սահմանվում է օրենքով։ Իսկ Հայաստանում մենք ունենք օրենք 2003 թվականի օրենքն է նվազագույն ամսական աշխատավարձի մասին, համաձայն որի նվազագույն ամսական աշխատավարձ, ընդ որում սրանց կողմից է այդ փոփոխությունն արվել 75000 դրամ։ Այո։ Այսինքն կենսաթոշակն է պետք է նվազագույնը լինի 75000։ Բայց այսօր մարդ կա 36000, 40000, արա 40000-ով դուք կարող ապրել, որ այսօր կենսաթոշակառուներին գցել եք այդ վիճակի մեջ։ Բայց դա կենսաթոշակառուների մեծ մասը 10000-ը բավելացնելու արդյունքում իրեն ձայն է տվել, դա պետք է հաշվի առնել։ Դե գիտեք ինչ, ելի եմ ասում, անգարագետներ, մենք անդադ գալիս ենք այդ կետին։ Անգարագետ պետք է։ Դե հիմա տեսեք, մեր ծերերը, մեր տատիկ-պապիկները այնքան վատ վիճակում են, որ կարող են նույնիսկ այդ 10000 դրամը մոտիվացնել, որ գնան ձայն տան։ 10000 դրամ ավելացրել են, բայց գնաճը եռապատկվել է։ Մի ապրանք, որ դուք կարող եք ենթադրենք, ասենք որ Մեզ մոտ իդեպ եվրոպական գներից էլ թանկ է, գիտեք, չէ՞, ավելի քան։ Հիմա այսպես մասնավոր բան պետք է ասեմ, օրերս իմ հարազատ ընկերներից մեկը Միացյալ Նահանգներից եկել է Հայաստան, անկեղծ եմ ասում։ Եվ այնպես հաստատվում, որ պարբերաբար ամեն տարի կարելի ասել գալիս է պարոն Պետրոսյան եւ համեմատության մեջ ասում է սարսափելի գնաճ է։ Իրենք ավելի լավ են տեսնում դա, որտեվ նախորդ տարվա կամ այն մյուս տարվա հետ փորձում են համեմատության մեջ դնել։ Ասում է, այս Միացյալ Նահանգների գները այստեղ, բայց Միացյալ Նահանգներում մարդկանց եկամուտները չեն կարող, չէ՞։ Միացյալ Նահանգներում մարդկանց պաշտպանվածությունը եւ պաշտպանվածությունը եւ իրենց եկամուտները, հա, բացարձակ չես կարող բաղդատել Հայաստանի իրավիճակի, աշխատաշուկայի կամ այս գների հետ։ Ասում է սարսափելի է, ասում է, այս դուք ստեղ ոնց եք ապրում, հարց են մարդիկ տալի, ասեցի մենք դարձել ենք ֆոկուսնիկ։ Այդպես չի։ Առողջապահության հետ կապված խնդիրները ամեն ինչը, այո, դե չենք համեմատի։ Իստեղ ոչ մի բան չկա։ Ստեղ գնում ես բժշկի մոտ, 2 բառ հետը խոսում է, 2 բառ։ 15000 դրամ բան է ուզում, վճարում կոնսուլտացիայի համար, այո։ Հետո նշանակում է դեղեր, որ վերջում հերը տանիցում է։ Էսա մեր իրական։ Պարոն Պետրոսյան, ես մի հատ եմ ուզում խորհրդարանին անցնեմ եւ կամած այսպես եզրափակվենք։ Տեսեք, Փաշինյան Նիկոլը ամեն դեպքում այս խորհրդարանում չկարողացավ ձևավորել սահմանադրական մեծամասնություն։ Եվ նա չէր էլ ձևավորել նաեւ 3/5-րդ։ Իրականում չէր էլ ձևավորել, այդքան ձգեց 49%-ի վրա կանգնեց, տեսնում եք ինչ էին անում։ Բայց ես զարմանում եմ այդ բանի վրա։ Մեր դարի գլխավոր նկարչի վրա։ Դե այդտեղ էլ էր անտաղալ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, թե դու ինչ գործ ունես, արա։ Դու ով ես, вообще ինչ կապ ունես ընտրական գործընթացների։ Ոչ քաղաքական փորձ ունես, բայց զարմանում եմ, լավ նկարիչ է ինքը, բայց լրիվ լավ չնկարեց։ Որպես չէ լավ նկարեց, ոչ 50%-ը կանցնի։ Հա, ոչ 3/5-րդ կարողացավ ունենալ, ոչ էլ կարողացավ սահմանադրական 2/3 ունենալ։ Այդ 3/5-րդն էլ մենք տեսանք ԲՀԿ-ի նկատմամբ ոնց վարվեցին, ձայները գողացան, այդ 3/5-րդը մի կերպ են, որ ասում է թքեցին, կպցրեցին, դզեցին, փչեցին։ Բայց սահմանադրական մեծամասնություն այս պահին արդեն այլևս չունի։ Հիմա մեր մտավախությունը նաև ընդդիմադիր մանդատների պարագայում այ հենց այստեղ է, երևի թե լավ հասկանում եք, որ Աստված մի արածցե, մենք Գեգամ Նազարյան կամ Իշխան Զաքարյան ունենանք այնտեղ, որ կարողանան, այսպես ասած, Էդգար Ղազարյանը մի լավ խոսք ունի, ասում անասնագողություն չանեն, չգողանան եւ իրենց սահմանադրական մեծամասնությունը չապահովեն եւ չկարողանան սահմանադրական փոփոխությունների հարցը բերել օրակարգ եւ հռչակագիրը հանել եւ այլն։ Հարգելիս, դուք վստահ եք, որ այդ ընդդիմադիրներից մարդ չի ծախվելու
կոպիտ Դե ասած։ էդ եմ Ես ասում։ վստահ չեմ։ Դե հենց դրա մասին եմ Դե խոսում։ ուրեմն ընդհանրապես չեթան, որ խորհրդարանը լեգիտիմ չէ։ Այսինքն այդ ռիսկը հանենք մեր Հա, մոտից։ հարում եք։ Բայց գնում են արդեն։ Դե հիմա գնում են ինչ ասեմ, իրանց մուրը իրանց գլուխը։ Չեմ ուզում ոչ մեկին անձնական վիրավորանք հասցնել, իրանց մեջ կան մարդիկ, ում ես մտերիմ եմ, հարգում եմ, բայց ես գտնում եմ, որ շատ անխոհեմ քայլը մանդատները վերցնելը։ Իսկ դուք մտածում եք, որ կարող են այդ գողությունը անել, ձայնագողությունը անել եւ քաշել իրենց կողմի քանի հոգու ընդդիմությունից։ Ես կարծում եմ, որ հնարավոր է միանգամայն, որովհետեւ այնտեղ կան սկզբունքայնությունից հեռու բազմաթիվ մարդիկ։ Հələ այս Նիկոլի բանը գիտելիքն է շորի նման մաշվում է։ Այսինքն Իրա գիտելիքը որ մաշվել է, հա, եթե իհարկե գիտելիքը շորի ունեցել նման մաշվում է։ Գիտելիքը ասում շորի նման մաշվում է։ Կամ ասենք բանը։ Ես անձնական բան չունեմ, բայց Աննա Հակոբյանը Եթովպիա է մեկնում։ Հա, այդ երեք էր։ Հա։ Երեկի մաչքն էլ ընկավ Պապ Պետրոսյան։ Բայց չգիտեմ ինչի է գնում։ Որպես ով։ Բայց այն նախորդ անգամ էլ Նյու Յորք Ասում գնաց, ասեց առաջի տիկին։ Մերը ասելով այդ անգարագետներին վարչապետի կինը առաջի տիկին չի։ Մի անգամ էլ եմ ասում ու արդեն զզվել եմ այս թեմայից։ Հա։ Ռիփսիմե ջան, առաջի տիկին մենք օրենքներով չէ՞ պետք է որոշենք։ Նախ այդպես հասկացություն չկա օրենսդրության մեջ, առաջի տիկին, երկրորդ տիկին, այդ ինչ համարակալում է։ Բայց ընդունենք թե կա։ Բայց չէին բաժանվել։ Այդ եմ հեսա գալիս։ Չէ, այստեղ տեսեք, այդ հարցը ամենակարևորն է։ Եթե մարդիկ բաժանվել են, էլ ոչ առաջին կա, ոչ երկրորդ, ոչ երրորդ։ Հարգելի Ռիփս, հեսա ես սա կանդրադառնում, շատ արագ ասեմ։ Հա, արագ ասեք, որ ժամանակի մեջ տեղավորվենք։ Արագ ասեմ։ Ուրեմն առաջի տիկինը հանրապետության նախագահի կինն է։ Որովհետև Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն երկրի պետության գլուխը նախագահն է։ Այո։ Երկրորդը բանին ազգային ժողովի նախագահի կինն է։ Ինչի, որովհետև Սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ասում ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ։ Այո, նա վերահսկող մարմին է։ Այո։ Երրորդը նոր գալիս է վարչապետի հերթը։ Ահա։ Մի որ ասում են առաջի տիկին, նրա սատի հերնալից եմ թե նա առաջին տիկինը։ Եվ նա որպես ինչ է գնացել։ Պետական բյուջեի վստահ եմ հաստատ Նիկոլ իր ջեբից չի դրել այդ փողը։ Պետական բյուջեի հաշվին։ Չէ, Փաշինյանն էր գործող այդ կնոջը, Փաշինյանն էր գործող։ Շատ իրազեկ մարդ է։ Դուք տեսել եք իրանց ամուսնության վկայականը։ Այդ ճիշտ ասած ինձ առանձնապես չէ հետաքրքրում, բայց իրենց հայտարարություն ներողություն, պարոն Պետրոսյան, հանրային տիրույթում իրենց ասած խոսքի վրա է վերառնոցի է դա։ Հա։ 30 տարի իրար հետ ապրես, հետո գնաս մի շաբաթով ամուսնանաս, բայց sense բան է եղել, չէ, չեմ գրանցել։ Իրանք հայտարարել որ գրանցել են, դե թող ես գրեցի Չէ, Տիկին Հակոբյանը Աննա ասեց, որ մենք քաղաքացիական ամուսնություն ունենք։ Ընտանեկան օրենսգրքի առաջին հոդվածի երկրորդ մասի համաձայն Հայաստանում ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի, այսինքն ԶԱԳՍ-ում գրանցված ամուսնությունը։ Դե հիմա դա իրենց ներքին կյանքն է, բայց կարծեմ իրենք ասել են, որ բաժանվել են, ես չէ, խոսքը սրա։ Էլի ինչ-որ լսել ենք իրենցից։ Միացել են։ Դա Բայց սակել էլ միացան ձեռագործի։ էլի, Ես շատ իմանամ։ Բա որպես ինչ է գնում։ Չգիտեմ։ Ես ասեմ, իրավապահ մարմիններ, գլխավոր դատախազ Վարդապետյան Աննա, խի իրար չես գալի տեղից հետ։ Մոռացել ես, որ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի համաձայն նախատեսվում է անհիմն հարստացումը։ Այսինքն, որ մարդը օգտվում է նաև այդ դրսևորում ունի, որ օգտվում է իր այդ կապ չունեցող կարգավիճակից։ Նա որպես ինչ է գնացել։ Չգիտեմ։ Բա։ Դա։ Պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ։ Այսօր հյուրընկալվելու համար դեռ այնքան բաներ կա, որ չենք իմանում, հետո ենք իմանալու, պարոն Պետրոսյան։ Ես մի բան ասեմ Նիկոլ Փաշինին ու ավարտենք երևի սրանով։ Բան ինքնախապեյության հետ գրկախառնված ապրելը վտանգավոր զբաղմունք է։ Դու հիշի մի բան, հավերժական մարդիկ չկան։ Իսկ դու այսօր որ ինքնախապեյության հետ գրկախառնված ապրում ես, քեզ դրել ես ամենալավ տեղը, դու սրա պատասխանը ստանալու ես հաջորդ իշխանության օրոք։ Շնորհակալություն, պարոն Պետրոսյան, ինձ մնում է եւս մեկ անգամ հիշեցնել մեր հեռուստադիտողներին, մեր հետևորդներին, որ այսօր Մետանոյայի տաղավարում հյուրընկալել է իրավաբան, փաստաբան, քաղաքական հանրային գործիչ Գևորգ Պետրոսյանին։ Լավ մնացեք, կհանդիպենք։
Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։